Հարվածակայուն, ջրակայուն, քերծվածքակայուն, AC4, AC5 եւ AC6 բարձր դասի եվրոպական լամինատների գլխապտույտ տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3490 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Վերջին օրերին ազգային ժողովում կառավարության 2026-ից 31 թվականների ծրագրի քննարկումը շատ ավելի լայն թեմա բացեց, քան առաջիկա 5 տարվա կառավարման օրակարգը։ Նիկոլ Փաշինյանի ելույթներում, հարց ու պատասխանում եւ եզրափակիչ խոսքում կրկին առաջ մղվեց մի գաղափար։ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պետություն է, այլ հայի ժամանակակից ինքնության կազմակերպման առանցքը։ Դրա շուրջ էլ վերաիմաստավորման են ենթարկվում պատմության, սփյուռքի, հայ առաքելական եկեղեցու, մշակույթի եւ նույնիսկ հայրենասիրության մասին մեր ավանդական պատկերացումները։ Վարչապետը ավելի վաղ ձևակերպել էր պետությունն ինքնություն է եւ պետությունն է ինքնություն է, իսկ այժմ այդ տրամաբանությունը հասցնում է պետություն, եկեղեցի եւ Հայաստան սփյուռք հարաբերություններին։ Սա չափազանց մեծ մտավոր ու մշակութային վերափոխման հավակնություն է, որպեսզի մնա միայն իշխանություն, ընդդիմություն, քաղաքական վեճի սահմաններում, որտեղ է այստեղ անհրաժեշտ պետականակենտրոն վերաիմաստավորումը եւ որտեղ կարող է սկսվել պատմական ու մշակութային հիշողության պարզունակեցումը։ Ինչպես պետություն ունեցող ժողովուրդը պետք է վերանայի պետություն չունեցած դարերում ձևավորված իր մշակութային կոդերը առանց դրանք մերժելու եւ վերջապես, ինչպիսի մշակույթ է պետք Հայաստանի, եթե մշակույթը պետք է ոչ միայն պահպանի անցյալ, այլև արտադրի պետական մտածողություն, քաղաքացի, ինքնավստահ հասարակություն ու ապագայի պատկերացում։ Թեման քննարկելու եմ ռեժիսոր, պրոֆեսոր, հանրային գործիչ Ռուբեն Բաբայանի հետ։ Պարոն Բաբայան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Բաբայան, վստահ եմ վերջին օրերին ուրեմն հետևել եք խորհրդարանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես 26-ից 31 թվականի կառավարության ծրագրի այսպես ներկայացումը, որտեղ ուրեմն հիրավի կարևոր շեշտադրումներ կային, ոչ այնքան կառավարության ծրագրի, այլ ընդհանրապես պետության ռազմավարության տեսանկյունից։ Մենք փաստորեն լսում ենք հայկական ինքնության վերաձևակերպման մի ամբողջ հայեցակարգ, պետությունը դնել ինքնության կենտրոնում, վերանայել պատմության, եկեղեցու, սփյուռքի ու հայրենասիրության հետ մեր հարաբերությունները։ Ինչ է կարծում, պարոն Բաբայան, սա վաղուց հասունացած մի բան էր, որը պիտի դառնար մեր քննարկման առարկա, պիտի լիներ մեր օրակարգում, թե այստեղ նաև ինչ որտեղ վտանգ կա, որ քաղաքական իշխանությունը չափազանց արագ եւ վերևից է փորձում այս բոլոր քայլերը իրականություն դարձնել։ Կա վտանգ, թե չկա, անհրաժեշտություն կար ընդհանրապես այս թեման բերել օրակարգ, թե ոչ, եթե այսպես ընդհանուր դիտարկենք, համեցեք։ Շնորհակալ եմ։ Կարևոր հարց է։ Իհարկե անհրաժեշտությունը կար, ընդ որում կար շատ վաղուց։ Կարծում եմ անհրաժեշտություն, բացատրական աշխատանք, ինչ ենք պատկերացնում ասելով անկախ պետություն, պետք է կատարվեր դեռ 91 թվականին, երբ հանրաքվեով Հայաստանի բնակչության 90% որոշեց, որ Հայաստանը պետք է լինի անկախ ինքնիշխան պետություն սովետական միության կազմից դուրս։ Ցավոք սրտի մենք կթափես սովոր ենք, ավելի շատ դեկլարատիվ, ուրեմն սկզբունքներով առաջնորդվել, այլ ոչ թե գործնական, հայտարարեցինք, ասեցինք, ավելին ասեմ, քանի որ ես ուրեմն փաստորեն այդ ամեն ինչի մեջ կա եւ ներկա եւ Հայաստանի անկախություն հռչակելը եւս գալիս էր Ղարաբաղյան հարցի չլուծման կարգավիճակից։ Այդ ժամանակ նույն ՀՇ-ի ղեկավարությունը եկավ եզրակացության, որ սովետական միության կազմում հնարավոր չի լուծել Ղարաբաղի հարցը հնարավոր կլինի լուծել որպես անկախ պետություն։ Ինչ եմ ես սա բերում, սա շատ ու շատ մարդիկ, որոնք
այդ ամեն ինչի ուրեմն վկաներն էին կհաստատեն, ինչի ես սա բերում ասելու համար, որ անկախությունն էլի գերխնդիր չէր, գերնպատակ չէր, ցավոք սրտի, այլ ընկալվում էր որպես միջոց։ Իսկ երբ որ ինչ-որ բան ընկալում ես որպես միջոց, ապա ինքը արդեն չի աշխատում որպես գերնպատակ եւ կաղ է դուրս գալիս, եթե կարելի է ասել, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը կաղ էր։ Սկսած մեր սահմանների պաշտպանությունից, մեր ամենակարևոր ոլորտները ուրիշ երկրի հետ կապելով, տալով եւ այլն, եւ հիմա հաճախակի է խոսվում այն կոռուպցիայի մեծ չափերի մասին, որ տեղի ունեցել այս տարիների ընթացքում, գողության մասին, այդ ամեն ինչը կհաստատի կամ չի հաստատի դատարանը, ես կարող եմ ասել իմ անձնական տեսակետից ինձնից գողացել էին իմ երկրի անկախությունը, որի համար ես քվեարկել էի եւ պետք է դաժան խոստովանություն անեմ, որ ես շատ չնդվզեցի դրա դեմ, որ իմ անկախությունը գողանում եմ։ Հիմա նայեք հռչակելով 35 տարի առաջ անկախություն, մենք նոր փորձում ենք բացատրել, թե ինքնիշխանությունը, պետությունը ինչ է, եկել ենք վարում ենք մեր բացատրական աշխատանք, եկել ենք հասկացողության, թե ինչ է քաղաքացի լինելը, որտեղ անկախ պետականություն չի կարող լինել առանց քաղաքացու եւ ինչ է իրենից ներկայացնում քաղաքացի հասկացողությունը, իհարկե ունի պահանջ բացատրելու, որտեղ իրականում մենք մեր երկրի քաղաքացի երբեք չենք եղել, քանի որ չենք ունեցել անկախ պետականություն։ Մենք եղել ենք միգուցե շատ լավ քաղաքացի ուրիշ երկրի համար, մենք եղել ենք միգուցե շատ լավ համայնքի ներկայացուցիչ, ազգի ներկայացուցիչ եւ այլն, բայց ինչ է նշանակում քաղաքացի լինելը, մենք դժվարությամբ ենք հասկացել, որտեղ իսկապես դրա փորձը չենք ունեցել։ Նոր ենք անցնում եւ կարծում եմ, երբ մենք վերջնականորեն այդ բնութագիրը կտանք, թե ինչ է նշանակում քաղաքացի, դրանից ելնելով մենք կարող ենք որոշել, թե ինչ է նշանակում պետություն, որտեղ տերը իրական քաղաքացին է եւ ինչպիսին պետք է լինի այդ պետության ուրեմն փոխհարաբերությունները եւ ուրիշ երկրների եւ Սփյուռքի եւ եկեղեցու եւ սեփական ժողովրդի եւ ազգային փոքրամասնությունների հետ եւ հազար մի հարց։ Այսինքն հենց այդ քաղաքացին էլ մեր նոր ինքնության, այսպես ասած, համահեղինակը պիտի դառնա։ Կարծում եմ, այո։ Վերջ-վերջը պետությունը արտահայտում է քաղաքացու կամքը եւ պետությունը ստեղծվում է, որտեղ դրա անհրաժեշտությունը զգում է քաղաքացին, այլ ոչ թե հակառակը։ Պետությունը ստեղծվում, հետո սկսում են ստեղծել քաղաքացի։ Չի լինում այդպես։ Այդ բջիջներից է կայանում պետությունը, բջիջը քաղաքացին է։ Եթե մենք չունեցանք քաղաքացիական հասարակություն, մեր պետությունը երբեք ամուր չի լինի, ինչքան էլ մենք ուրեմն չբարձրաձայնենք, որ մեր երկիր անկախ ինքնիշխան պետություն է, մենք մակում ունենք ուրեմն հատուկ ներկայություն եւ այլն եւ այլն։ Մենք չենք լուծել այդ քաղաքասարակության խնդիրը, ինչ նկատի ունեմ, որ եւ իդեպ շատ ավելի ակտիվ էր նույն քաղաքասարակությունը, օրինակ նախորդ իշխանության ժամանակահատվածում, նախորդ իշխանությունների բավականին ակտիվ պայքարներ էինք տեսնում, դուք հիշում եք, եւ որքան հաջողություններ ունեն նաեւ գրանցած, եթե հիշում եք գազի, էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված տրանսպորտի, մենք հիշում ենք այսպիսի վառ օրինակներ։ Հիմա նույն այդ քաղաքասարակությունը որքանով է իր, այսպես ասած, առաքելությունը միսիան կատարել, վերջացրել եւ որքանով հիմա ունի շատ մեծ անելիք, պարոն Բաբայան, ուր է քաղաքասարակությունը, կա, չկա, թե արդեն արել է իր գործը, գնացել տներով։ Ես միգուցե չունեմ ամբողջական պատասխան,
բայց կարծում եմ այն օրինակները, որ դուք բերեցիք հասարակության ակտիվությանը, նրանք վերաբերում են որոշակի ոլորտների, հա, բնապահպանական ոլորտ, ասենք թե տնտեսական, նույն այդ տրանսպորտը եւ այլ սոցիալական։ Կարծում եմ երկրի պետականության ամրապնդման պետականաշինության մեջ քաղաք հասարակության օղակները չպետք է աշխատեն, այլ ամբողջ ժողովուրդը, որտեղ պետությունը ամբողջ ժողովրդինն է։ Եվ այստեղ ես կարծում եմ հիմա հաճախակի են խոսում, թե քաղաք հասարակությունը պասիվացել է եւ այն ակտիվությունը չունի, որ ուներ առաջ։ Ես կարծում եմ խնդիրներն են փոխվել։ Խնդիրը ամենակարևորը հիմա մեր պետության կառուցումն է եւ այն բազմաթիվ սպառնալիքները, որոնք գալիս են օտար երկրներից մեր պետության հանդեպ, որոնք կապված են մեր ինքնիշխանության հետ։ Ավելի բարդացել են խնդիրները, խնդիրները բարդացել են եւ պահանջում են մեծ մոբիլիզացիա։ Կարելի է ուշադրությունը շեղել երկրորդական հարցերով։ Չնայած երկրորդական հարցեր չկան, բայց բոլոր դեպքերում եթե մենք չունենանք սեփական ինքնիշխան պետություն, մեր սոցիալական հարցերը եւ մեր բնապահպանական հարցերը մենք չենք լուծելու, դրսից են լուծելու։ Լավ թե վատ դա ուրիշ հարց է, բայց մեզ չեն հարցնելու, ինչպես են լուծելու այդ հարցերը։ Ուրեմն ամենակարևորը, ասենց ասեմ, իշխանությունը վերադարձնել քեզ իրական տիրոջ։ Երբ ես ասում եմ, որ գողություն է տեղի ունեցել, եւ ցավոք սրտի երևի քրեական օրենսգրքում չկա այդ հոդվածը գողանալ հայրենիք, հա, կամ գողանալ անկախություն, բայց ես այդ ներքին զգացումով ցավոք սրտի ապրում եմ եւ հասկանում եմ, որ իմ մեղքը կա։ Հիմա գողանը պիտի վերադարձնել։ Միանշանակ եւ ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք է շատ ակտիվ դերակատարում ունենանք այդ ամեն ինչի մեջ։ Եթե մենք խոսում ենք քաղաքացի լինելու մասին, քաղաքացին չի կարող սպասի, երբ իրեն սկուտերի վրա կբերեն եւ կմատուցեն իր անկախությունը։ Դա ատամներով են պոկում եւ ատամներով են պաշտպանում։ Նաեւ բռնցքներով։ Տեսեք, պարոն Բաբայան, եթե մենք ընդունում ենք, որ ընդհանրապես Հայաստանը պետք է դառնա հայկական ինքնության գլխավոր քաղաքական ու այսպես մշակութային, հա, կենտրոնը առանցքը, ինչ պետք է տեղի ունենա հենց մշակույթի հետ, պարոն Բաբայան, որովհետև մեր երկի, բարի, գրականության, թատրոնի, կինոյի մեջ առանցքային են չէ եղել ցեղասպանությունը, գաղթը եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ պետք է տեղի ունենա, կամ ասենք օրինակ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ուրեմն մեկ ազգ, մեկ մշակույթ, այսպեսի մենք անընդհատ հա գաղափարներ ենք առաջ տարել։ Ընդհանրապես պիտի փոխվի արդյոք մեր, այսպես ասած, մշակութային դիտակետը ձեր կարծիքով, թե ոչ, թե այս նոր իրողությունների պարագայում մշակույթի անելիքը, որը պիտի լինի, հարմարվել նոր իրողություններին եւ այսպես արդեն նոր ինքնություն ձևակերպել, թե մոռանալ այդ անցյալի մեծ ժառանգությունը, ինչպես պիտի անել, որ չվնասվի թե մյուսը եւ թե նորը կենսունակ լինի։ Հարթ, շնորհակալություն։ Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի մի մասն է, կարևոր մասը։ Եվ երբ դու քո մշակույթը առանձնացնում ես համաշխարհային մշակույթին, դու ի սկզբանե իր վրա դնում ես գավառականի պիտակ։ Հաճախակի դա անշնորհքության արդարացում է։ Ինձ չեն կարող ճանաչել, որտեղ ուրիշները չեն ճանաչում հային, դրա համար իմ մշակույթը ուղղված է միայն Հայաստանի համար, այդպես չի։ Մեր լավագույն օրինակները համաշխարհային երևույթներ են։ Արամ Խաչատուրյան, Փարաջանով, Նարեկացի, Հրանտ Մաթեոսյան, Սարյան, Ազնավուր, ես կարող եմ բազմաթիվ անուններ բերել, որոնք հսկայական շերտ են ստեղծել ըստ էության պետականության բացակայության, պետության բացակայության պարագայում ըստ էության նաև բան։ Այո, եւ այստեղ այդքան էլ կարևոր չի թեման, ուզած թեման
իրականում եթե մենք խոսում ենք բարձր մշակույթի մասին, մի բանին է ուղղված, բացահայտել մարդուն, առաջին հերթին մարդուն կարելի է տարբեր ձևով բացահայտել։ Երբ Սպիլբերգը նկարեց Շինդլերի ցուցակը ֆիլմը, նա բացահայտում էր մարդուն գլոբալ թեմայով, հա, հոլոկոստի թեմայով, բայց մարդուն, ինչպես է փոխվում մարդ, ինչպես է մարդը հասունանում, Շինդլերը, որտեղից որտեղ է հասնում, սա էր հետաքրքիր։ Եվ դրա համար ֆիլմը ունեցավ այդպիսի մեծ հաջողություն, որտեղ նյութը առիթ էր մարդուն ուսումնասիրելու։ Իրականում իսկական մշակույթը ուղղված է միայն ու միայն մարդուն ուսումնասիրելուն։ Եվ դրա համար, եթե դու հասնում ես հաջողության, քո ստեղծագործությունը դառնում է համաշխարհային, դառնում է հասկանալի բոլորի համար։ Մենք չենք հարցնում Լեոնարդո դա Վինչիի Ջակոնդան ինչ ազգությամբ էր։ Դա մեզ շատ քիչ է հետաքրքրում։ Դա կարող է պատմաբաններին, արվեստաբաններին մենակ հետաքրքրի, մենք տեսնում ենք այնտեղ մի արտակարգ հետաքրքիր դեմք, պատկեր, որը կարող է առաջացնել մեր մոտ որոշակի զգացմունքներ, մտքեր։ Եվ մենք շատ քիչ ենք մտածում այդ ժամանակ ինչքանով է դա տեղավորվում ազգային գաղափարի մեջ։ Դա նյութ է, իսկ արդեն նպատակը եւ խնդիրը ուրիշ է։ Նույնը կարծում եմ մեր մոտ պետության եւ մշակույթի համագործակցությունը այդ տեսակետից պետք է լինի շատ սերտ, որտեղ իրականում երկուսն էլ լուծում են նույն խնդիր։ Ես նկատում եմ լավ պետություն եւ լավ մշակույթ։ Մեկը ուսումնասիրում է մարդուն, մտնում է մարդու ամենախորը, ուրեմն այդ թակունոցները, հա, իսկ մյուսը փորձում է այդ մարդու համար ապահովել անվտանգ, բարեկեցիկ եւ զարգացման ենթակա կյանք։ Միևնույն է մարդն է կենտրոնում։ Հենց որ պետությունը հրաժարվում է մարդը ճանաչել որպես մեծագույն արժեք ու կենտրոն, նա իրականում կործանում է ինքն իրեն։ Եվ մենք բազմաթիվ նման օրինակներ գիտենք։ Ֆաշիստական Գերմանիան մարդը չէր կարևորը, ազգն էր կարևորը։ Այսօրվա Ռուսաստանը գաղափարները, բոլոր գաղափարները մեկը մյուսին արժեն, ոչ մի բան չարժեն։ Միայն մի գաղափար ունի արժեք, դա մարդն է։ Եվ այն գաղափարները, որոնք մերժում են մարդուն որպես մեծագույն արժեք, այլ բերում են ուրիշ արժեքներ, նրանք կործանում են նաև այն արժեքները, որ իրենք են բերում։ Իսկ այն գաղափարը, որը կենտրոնում մարդն է, մեկ էլ տեսնում ես եւ մշակույթ է կառուցում, եւ պետություն է կառուցում, եւ տնտեսություն է զարգանում, գիտություն, կրթություն, առողջապահություն, ամեն ինչ, որտեղ ամեն ինչ հանում մարդու է, կներեք։ Տեսեք, պարոն Բաբայան, մենք այսպես վերաիմաստավորման ուրեմն խնդիր ունենք նաև Սփյուռքի հետ հարաբերություններում, հա, նշեցի այդ մեկ ազգ, մեկ մշակույթ, այսպես կարծրացած, հա, նաև ձևակերպումները։ Հիմա նույն ուրեմն Սփյուռքի դեպքում մենք ինչպիսի վերաիմաստավորման խնդիր պիտի դիմենք, մեր բոլոր քննարկումների հիմքում։ Պիտի արդյոք դիտարկենք տարբեր օրինակ երկրների Սփյուռքի օրինակ իռլանդական, հունական եւ այլ հաջողված փորձերից ինչպես պիտի օգտվենք, հա, որտեղ պետությունը, Սփյուռքը, այսպես ասած, ինքնավար համայնքային աշխարհ, իսկ նրանց տարբերությունը չի վերածվում, այսպես ասած, հակամարտության։ Հիմա մենք բարբերաբար տեսնում ենք լարված, սրված հարաբերություններ, չէ, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Հիմա եթե այսպես ասած պայմանագրային լեզվով, հա, խոսենք, օրինակ ինչպիսի նոր պայմանագիր է պետք Հայաստանի եւ Սփյուռքի հետ հարաբերություններում, որպեսզի եւ Երևանից չփորձեն տնօրինել Սփյուռքը կամ ասել մենք ենք դոմինանտ, ոչ էլ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, քաղաքական ընտրությունը սկսի քննարկել, քննադատել, Սփյուռքում նստած կամ այլ երկրում նստած, ուրեմն չգիտեմ, հայհոյել, չհաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ Բարդ հարց։ Եվ բարդ է ոչ թե պատճառով, որ պատասխան չկա, բարդ է պատճառով, որ մենք հաճախակի ասում ենք Սփյուռք, որպես մի միավոր, բայց Սփյուռքը մի միավոր չէ։ Սփյուռքը իր մեջ ունի բազմաթիվ հակասություններ, ընդ որում այդ հակասությունները եղել են
մշտապես մենք գիտենք կուսակցական բաժանումը ես անձամբ թատրոնով առնչվել եմ դրա հետ, երբ որ մեր ներկայացման գալիս էին ինչ-որ մի կուսակցության անդամներ, մյուսները ուրեմն բոյկոտում էին, չէին գալի, չնայած ներկայացումները երեխաների համար էր եւ այլն եւ այլն։ Որտեղ կարելի է գտնել եզրեր։ Կարծում եմ մեծ աշխատանք է պետք եւ պետք չի փորձել գտնել ունիվերսալ ձև շփման։ Ռուսաստանի սփյուռքը մի բան է, Միացյալ Նահանգների սփյուռքը ուրիշ բան է, Կիպրոսին ուրիշ բան է, Հունաստանին ուրիշ բան, Ավստրալիային, Կանադային, դրանք տարբեր սփյուռքեր են։ Իրանի սփյուռքը եւ այդ սփյուռքը հաճախակի նաեւ առաջնորդվում է իր երկրի շահերով։ Օրինակ ես վերջերս մի շատ լավ հրաշալի սփյուռքի ներկայացուցիչ հոյակապ հայ անձնավորություն ասաց ինձ, ես իհարկե հասկանում եմ, որ Մակրոնը շատ լավ բաներ է անում Հայաստանի համար, բայց որպես Ֆրանսիայի քաղաքացի ես դեմ եմ Մակրոնին ու դեմ եմ քվեարկելու, մեծ դեռ չի տալիս իր վարած քաղաքականությունը։ Սրանք պետք է հաշվի առնել։ Չի կարելի պահանջել իրենից, որ չէ դու անպայման Մակրոնին ձայն պիտի տաս, ոչ էլ իրանք այնտեղից կարող են պահանջել, չէ դու գիտես անպայման ասենք թե Սամվել Կարապետյանին պետք է ձայն տաս, չէ եղբայր, եկեք Թացը չորից կամ կոտլետներ ու ճանճերը տարբեր են իրարից, մենք կարող ենք աջակցել խոստովանելով, որ ցավոք սրտի, բայց սփյուռքը ապագա չունի։ Մի քանի սերունդ, բայց մենք կարող ենք գոնե այդ կյանքը մի քիչ պահել, օգնել գրքերով, մշակութային կապերով, դպրոցներով, կազմակերպելով Հայաստան այցելություններ, որտեղ շատ կարևոր է երկիրը ճանաչել նաև ներսից այս տեսակ կապերով, փորձել նաև այստեղ ստեղծել ավելի հարմար պայմաններ բիզնես տեսակետից, սփյուռքի տեսակետից, ուզում եք Հայաստանին օգնել։ Հայաստանին հնարավոր չի օգնել, ասենք ասեմ, պետությանը դեմ դուրս գալով։ Ինչքան էլ դուր չգա իշխանությունը։ Միևնույն է, այսօր լծակները իշխանության ձեռքում են։ Եվ երբ դուք ձեր օգնությունը ես չեմ ուզում, որ մենք պարզոնակ ձևով հասկանանք, ֆինանսական եւ այլն։ Օգնությունը ես ավելի շատ փորձում եմ հասկանալ որպես մտավոր օգնություն, որպես հնարավորություն Հայաստանին ներքաշել համաշխարհային process-ների մեջ։ Որտեղ այստեղ Սփյուռքում ես շատ եմ եղել մեր տարբեր գաղտնիջախներում հրաշալի անձնավորություններ կան, բայց կա մի տենդենս շատ վտանգավոր։ Եվ եթե դուք ուշադրություն դարձնեք, բոլոր այն հայերը, որոնք հասել են միջազգային ճանաչման Սփյուռքում, նրանք Սփյուռքի ներկայացուցիչները չեն։ Նրանք դուրս են եկել Սփյուռքից։ Սփյուռքը ցավոք սրտի հաճախակի սահմանափակումներ է մտցնում։ Այս կանոնները չկատարեցիր դուրս արի մեր շրջանակներից։ Իսկ այդ մարդիկ շատ լավ հայեր են։ Շարլ Ազնավուր, Ատոմե Գոյան, նրանք Սփյուռքի ներկայացուցիչ չեն, նրանք հայ են, մեկը կանադացի, մեկը ֆրանսիացի, նրանք բազմաթիվ հրաշալի գործեր են արել եւ Հայաստանի համար, բայց նրանք Սփյուռքի ներկայացուցիչ հաճախակի գալիս է սահմանափակում։ Այստեղ իհարկե խորհուրդ կտայի օրինակ վերցնել, ասենք թե հրեական Սփյուռքից։ Նրանք ոչ թե փակում են ասելով այ ամուսնացար ուրիշ հետ ուրեմն հայ չես, կամ այս արեցիր ուրեմն հայ չես, այլ հակառակ տեսնում ես տաղանդավորը, փորձում են առաջ տանել, որտեղ հասկանում են, որ սա նաև բարձրացնում է ազգի կարգավիճակը այդ երկրում, որտեղ նա գտնվում է։ Գուցե ես սխալվում եմ, սա պարզապես այն է, ինչ որ ես եմ նկատել եւ կարծում եմ, որ ինքը Սփյուռքը պետք է դադարի լինել, դժվար է միգուցե, բայց համայնքային մի կառույց,
որպես այդպիսին, հա, փակ, ռեզերվացիա ասածով, ոչ ակտիվ ինտեգրվեք այդ երկրում բոլոր process-ներին, որոնք կան, բայց այդ բոլոր process-ները նաև եթե դրանք միջազգային մակարդակին են, կապեք Հայաստանի հետ եւ կարծում եմ այստեղ այդ երկկողմանի ճանապարհին մենք շատ ընդհանուր բաներ ունենք անելու։ Պարոն Բաբայան, ինչու եք կարծում, որ Սփյուռքը ապագա չունի, որովհետև այնտեղ ունենք չէ ավանդական կուսակցություններ, որոնք կարծեք թե իհարկե տարբեր երկրների օրինակով մի երկրում շատ ուժեղ է, մի երկրում ընդհանրապես չկա, ուրեմն ինչն է ձեզ ուրեմն տալիս այդ եզրակացության, որ հանգեցնում եզրակացության, որ ի վերջո Սփյուռքը ապագա չունի, որովհետև կա ուծացման խնդիր, ընդհանրապես նախկինում գիտենք հայոց լեզվի դասավանդման հետ կապված այդ այսպես ասած կիրակնորյա դպրոցների բում կար որոշակի տարբեր գաղթօջախներում, հիմա դա էլ աստիճանաբար դուրս է գալիս, ինչն է ձեզ բերում եզրակացության, թե ժամանակը ուղղակի պատմությունը առաջ է գնում ու այլևս ուրեմն նրա ապագան էլ սերնդեսերունդ ավելի, այսպես ասած, արմատից կտրվելու միտում ունի։ Կա օրինաչափություն պարզապես եւ այո, սեփական աչքով եմ նաեւ տեսել, ավելի ամուր էր, ասենք ասենք, հայկական Սփյուռքը այն երկրներում, որտեղ կար մեծ կրոնական տարբերություն, հավատքի, հա, արաբական երկրներում, նույն Իրանում, բայց այդտեղից Սփյուռքը սկսեց նաև համապատասխան երևույթների պատճառով, հա, Եգիպտոս, Սիրիա, նույն Իրան սկսեց վերանալ։ Ավելի զարգացած երկրներում Սփյուռքը շատ շուտ է ձոլվում։ Մենք վերջերս վերադարձանք Արգենտինայից, որտեղ կարգին մեծ Բուենոս Այրեսում հայկական Սփյուռք կա մոտ 100-110 հազար բնակություն, եթե չեմ սխալվում, որ 7 թե 8 հայկական դպրոց երեխաները հայերեն չեն խոսում։ Կիսակատարությունները եկեղեցում կատարվում են իսպաներեն հիմնականում։ Եվ սա բնական process է։ Ծնողները ասում են, մենք չենք կարող երեխաներին բացատրել հայրենի կարևորությունը, իրանք ասում են անգլերեն սովորենք, որտեղ դա պետք է գալու վաղը մյուսօր մեր կարիերայի համար եւ այլն։ Կան մեծ էնտուզիաստներ, որոնք զբաղված են նրանով, որ խմբեր են կազմում, այդ երեխաներին բերում են Հայաստան, ճանաչում են, հետաքրքրություն է առաջանում, սա շատ կարևոր է, բայց եթե մենք չենք փորձում երևույթներին նայել մի քանի տարվա, հա, ասենք խոշորացույցով, այլ նայում ենք հարյուրամյակների, մենք հասկանում ենք, որ դա չի լինելու այնպես, ինչպես կար կամ ինչպես կա հիմա, որտեվ եւ Սփյուռքը այնպեսին չէ, ինչպեսին նա 20, 30, 50 տարի առաջ էր, եւ 50, 20, 30 տարի հետո նա այնպեսին չի լինելու, ինչպես հիմա է։ Ուրեմն պետք են ուրիշ ձևեր հայությունը պահպանելու ընդհանուր հետաքրության եզրերը գտնելու, սա շատ կարևոր է, որտեղ եթե մենք պարզապես ամպագորգոր ասենք մենք հայ ենք, մենք բոլորս միազգ ենք, եկեք միասին լինենք, միասին մտածելը մի քիչ մտքի տկարության մասին է խոսում։ Եկեք ուրիշ եզրեր գտնենք։ Մենք հայ ենք, դուք ապրում եք այնտեղ, մենք ապրում ենք այլ, դուք զբաղվում եք այս մասնագիտությամբ, մենք կարող ենք իրար օգնել, չենք կարող ենք զարգացնել, չենք զարգացնել։ Այս կապը շատ ավելի ամուր է, քան պարզապես այդ դեր ասած մեկ ազգ, մեկ մշակույթ, այդ տխմար ուրեմն փառատոնը, որը Նա չեմ ուզում շարունակեմ, որտեղ մասնակցություն եք ունեցել եք այդ տարիներին մասնակցություն։ Հա, ունեցել ենք, որտեղ փառատոնի կազմակերպիչներից մեկը մշակույթի նախարարն էր եւ ուրեմն Հասմիկ Պողոսյան, եթե չէ, Հասմիկ Պողոսյան, Թամար Պողոսյանը, այո։ Ես հասկանում եմ շատ խմբերի համար դա նաեւ լավ իրադարձություններ գալ Հայաստան, ցույց, բայց գիտեք Այ հաճախակի խոսք է գնում, հա, ինչն է ազգային, ինչ ազգայինը չէ։ Ըստ իս ազգայինը որակ ունեցողն է։ Եվ մշակույթն էլ պետք է որակ ունենա։ Այն կներեք աղբը, որ բերվում էր տարբեր երկրներից եւ հավաքվում էր Հայաստանից ներկայացնել որպես ազգային մշակույթ, իմ համար վիրավորական էր։
այն ինչ ունի որակ, իրավունք ունի կոչվել ազգային։ Սա է։ Ազգայինը դա բրենդն է։ Եվ եթե դու ինչ-որ ոլորտում հասնում ես լավ որակի, որը ընդունվում է աշխարհի կողմից պահանջարկ ունի, դու կարող ես ասել, որ սա իմ ազգային բրենդն է։ Խաչատուրյանը մեր ազգային կոմպոզիտորն է, չնայած գործել է Ռուսաստանում, Սովետական Միությունում, Փարաջանովը նկարել է վրաց ֆիլմում, Ուկրաինայի Դովժենկոյի ստուդիայում, Հայաստանում, բայց նա էլի որակ է տվել, նա էլի ազգային է, որտեղ ազգը տվել է որակ, նա կարող է կոչվել ազգային։ Այս դեպքում ոչ թե ազգայինը դա տրեխներով դուրս գալ եւ շատ սիրողական ձևով ներկայացնել ազգային մշակույթը։ Տեսեք, ուզում եմ անդրադառնանք այսպես եռանկյան երրորդ կողմին հայ առաքելական եկեղեցուն, որի շուրջ այս օրերին նաև խորհրդարանում տեսակ բավականին ուրեմն քննարկումներ ծավալվեցին, պարոն Բաբայան, մասնավորապես վարչապետը բաց տեքստով ասում է, որ եկեղեցին չի կարող լինել պետության մեջ, հայտարարում է եկեղեցական ճգնաժամի վերաբերյալ կառավարության զեկույցի մասին եւ հարցը կապում ընդհանրապես մեր անվտանգության, ինքնիշխանության հետ։ Ուրեմն հետաքրքիր է, որտեղ է այստեղ պետության, այսպես ասած, օրինական իրավունքի սահմանը ձեր գնահատմամբ եւ այս հարցը ինչպիսի լուծում պիտի ստանա։ Դուք գիտեք ինչպիսի քննարկումներ էին, ինչպիսի հայտարարություններ էին, չեմ ուզում առանձին ու դետալային անդրադառնալ ընդդիմությունը, ինչ էր ասում վարչապետը, ինչ գնահատականներ էր հնչեցնում, կա խնդիր, կա ճգնաժամ, այդ ճգնաժամի հաղթահարման ինչպիսի այսպես տարբերակ եք դուք տեսնում վարչապետի ասածը որքանով է ուրեմն իրատեսական, որքանով կարող է կյանքի կոչվել։ Ի վերջո ամիսներ շարունակ մենք տեսնում էինք նաև պայքար, որը մեծ հաշվով արդյունք էլ չտվեց։ Ես քիչ կողքից եմ այդ ամենին նայում, որտեղ ես ինքս ագնոստիկ եմ եւ իմ համար նույն արժեք ունեն եւ հավատացյալ մարդիկ եւ աթեիստները։ Բայց դուք մի շատ լավ բառ օգտագործեցիք, հա, ինչքանով է իրատեսական, հա, վարչապետի, կարծում բացարձակապես իրատեսական չի, վերաբերմունքը եկեղեցու հանդեպ, ընդ որում դա կապված չի հայ առաքելական եկեղեցու հետ։ Բոլոր երկրներում եկեղեցիները դրանք հիմնականում տնտեսական կառույցներ են, եւ այն մեղադրանքները, որոնք ներկայացվում են բարձրաստիճան եկեղեցականներին, ապացուցում են միայն մի բան, որ բնության օրենքները շատ ավելի ամուր են եւ պինդ են, քան հնարած օրենքները դրված։ Բերել սուրբ մարդկանց դնել գահին, դա մեծ միայնմտություն է։ Նման բան չկա ոչ մի տեղ, չի եղել մեր պատմության մեջ եւ չի կարող լինել։ Ինչքան փորձենք ներկայացնել, որ այս մարդը սուրբ է, այդքան ավելի կլինի այն ստի բաժինը, որ մենք մատուցում ենք հանրությանը։ Եվ կարծում եմ եկեղեցու եւ պետության հարաբերությունները պետք է լինեն շատ գործնական, պրակտիկ օրենքի շրջանակում։ Նախ առանձնահատուկ դերը, որը վերագրվում է հայ առաքելական եկեղեցուն, ըստ մեր ժամանադրության, կանոնադրության, կարծում եմ միայն խանգարում է եկեղեցուն որպես կառույցի, որովհետև ուզած մենաշնոր, ուզած մրցակցությունից ազատելու հանգամանք փչացնում է հենց այդ կառույցը։ Սա բնական է։ Ինչ վերաբերում է այս պայքարին, որը դուք ասում եք ոչ մի արդյունք չտվեց։ Մոտավորապես 1 տարի առաջ, երբ նոր էր զարգանում այս հակամարտությունը, հա, ես ինչ-որ միտեղ ասացի, որ հաղթողը պարտվելու է, իսկ պարտվողը հաղթելու է։ Եվ հիմա անկեղծ ասած դա տեսնում եմ։ Իրականում
ըստ դասական ձևի պարտվեց վարչապետը, հա, որտեվ կաթողիկոսը մնաց իր տեղում, բայց արդյոք հաղթեց կաթողիկոսը, եթե մենք վերցնենք հեղինակության տեսակետից, այնինչ կատարվում է այսօր, այն ինչպես է իրեն դիմում, ինչպես են իր մասին խոսում, արդյոք դա հաղթանակ է։ Այնպես որ ես կարծում եմ, ինչքան այս հարցը շուտ լուծվի եւ լուծվի օրենքի սահմաններում, ինչքան շուտ եկեղեցին տեղադրվի օրինական դաշտում, նաև տնտեսական տեսակետից, հա, հարկ մուծել, չգիտեմ, եկամուտ եւ այլն բաներ, ընկալվի որպես մի կառույց, որի անհրաժեշտությունը կա, միանշանակ, որի անհրաժեշտությունը բնակչության մի որոշակի մասը զգում է, տեսնում է, անկախ նույնիսկ հավատացյալ լինելուց կամ չլինելուց, սա էլ է շատ կարևոր, որտեվ եկեք բան չանենք մշտապես նույն հարթության վրա չդնենք հավատք եւ եկեղեցին, հաճախակի այդպես չի լինում, հաճախակի հավատացյալ մարդիկ են լինում, որոնք եկեղեցի չեն հաճախում եւ եկեղեցի են հաճախում մարդիկ, որոնք հավատքի հետ ոչ մի կապ չունեն։ Սա էլ է։ Նաեւ եկեղեցի են կառուցում մարդիկ, որոնք Սա էլ, հա, որտեւ այդ եկեղեցի կառուցել է իմիջիալոտ մեծահարուստների տեսակետից։ Սա էլ է, չէ՞ որոշակի առևտրական հարաբերություններ Աստծո հետ։ Ես մեղքեր կգործեմ, բայց հետո կգնամ մի հատ եկեղեցի կառուցեմ։ Ու դրանով ես իմ մեղքերը կքավեմ։ Չէ, այդպես չի իհարկե։ Ինչպիսի հարաբերություններ ունի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ պետությունը, նույն ձևի հարաբերություններ պետք է ունենա եկեղեցու հետ։ Եվ ինչքան քիչ արտոնություններ ունենա եկեղեցին, այդքան ավելի մոտ նա կլինի Աստծուն։ Պարոն Բաբայան, ըստ էության այս խնդրի հանգուցալուծման դեպքում, ինչպես դուք եք նշում, ոչ պարտվողներ են ունենալու եւ ոչ էլ հաղթողներ։ Եվ դա ամենալավ տարբերակն է, որովհետև մեզ այստեղ ոչ հաղթողներ են պետք, ոչ էլ պարտվողներ։ Ցանկանալ, որ պետությունը պարտվի, անհետեցություն է։ Ցանկանալ, որ եկեղեցին պարտվի, եւս անհետեցություն է։ Բերեմ մի օրինակ, հա։ Բանը Մուսոլինի Ինչ արեց Մուսոլինին, բազմաթիվ անլանդակություններ, այդ ֆաշիզմ եւ այլն, բայց մինչեւ հիմա իտալացիները շնորհակալ են Մուսոլինին մի բանի համար։ Մուսոլինին ստեղծեց Վատիկանը։ Ասեց, «Էս ձեզ երկիր, այդտեղ նստեք, ինչ ուզում եք արեք, Իտալիայի գործերին մի խառնվեք»։ Հոյակապ ձևով այնտեղ պապ նստած, ստեղ ուրեմն վարչապետ։ Վերջ, հարցերը լուծվեց եւ չնայած Փաստորեն բոլոր Մուսոլինի արած գործերը, հանցագործություններ եւ այլն եւ հետո Իտալիան հրաժարվեց, այս մեկը մնաց, որտեղ այս մեկը շատ խելոք քայլ էր։ Ես չեմ ասում ստեղծենք առանձին պետություն, բայց որ ճանճերը առանձին, կոտլետները առանձին, դա հաստատ պետք է որոշել։ Չի կարող, այո, պետության մեջ լինել մի պետություն, չի կարող եկեղեցին խառնվել պետական հարցերին, չի կարող եկեղեցին լինել կուսակցական։ Միանգամից տեղափոխվում է ուրիշ դաշտ։ Պետք չի դա անել։ Եթե եկեղեցին մնա իր կարգավիճակի մեջ, ես կարգավիճակի մասին եմ ասում, բարոյական պահանջներ ես իրավունք չունեմ ներկայացնել։ Առավել եւս այդ կուսակրոնություն եւ այլն խնդիրները կարծում եմ։ Դա չի կարևոր։ Եկեք ճշտենք ինչ հարաբերությունների մեջ են լինում եւ սա պետք է իրար հետ ճշտեն, նստեն առանց վիրավորելու, առանց նսեմացնելու որևէ կառույց։ Կարծում կշահեն բոլորը, եւ եկեղեցին, եւ պետությունը, եւ առաջին հերթին մենք հասարակ մարդիկ, որոնք եկեղեցի այցելելու չեն մտածի, թե այս կահանան ում է ուրեմն երկրպագում հիմա։ Պարոն Բաբայան, մշակութային հատվածը արդյոք հասցրել եք կառավարության ուսումնասիրել ներկայացրած առաջիկա 5 տարիների ծրագրի, եթե խոսում է իշխանությունը արդեն ոչ միայն ֆիզիկական, այլ հոգևոր ու ինքնութենական անվտանգության մասին, ապա այստեղ որն է իրական բովանդակությունը, կարող է պետությունը ընդհանրապես ունենալ հոգևոր անվտանգության քաղաքականություն եւ նաեւ չպարտադրի մարդուն, այսպես ասած, ինչ մտածի եւ ում հավատա։
Չէ, պետությունը այդ իրավունքը չունի խառնվել, ինչ մտածի, հավատա, որտեղ միևնույն է, ամեն մեկը մտածելու է իր ձևով, սուտն է ավելանալու, ինչ եւ եղել է, ասենք սովետական միություն, մարդիկ տարբեր էին մտածում, բայց իրենց կար որոշակի ուրեմն շտամպ կարծիքի ասելու, որ այս սա է։ Որովհետեւ հետո շատ արագ դա այդ փլվեց ու պարվեց տակը բան չկա եւ նախկին կուսակցականները շատ շուտ դառան անկախականներ։ Եվ դրա համար երևի մեր անկախության գաղափարը այդքան էլ լավ չաշխատեց, որովհետեւ ռայկոմի եւ քաղաքոմի քարտուղարները տեղափոխվեցին անկախական դաշտ։ Չէ, բայց կա հոգևոր անվտանգության խնդիր, որը կարծում եմ պետք է բոլոր դեպքերում քրեական օրենսգրքով որոշվի եւ վերջ, սա դատական կառույցների գործն է։ Ինքը պետությունը, ինքը իշխանությունը չպետք է խառնվի դրան, որտեղ դա միշտ բերում է շատ վատ հետևանքների։ Խոսքը չի գնում նույնիսկ միայն գրաքննության մասին։ Խոսքը գնում է մարդու, ասենց ասեմ, նայեք, մարդիկ ոչ միայն չէ մտածում են եւ ռոմանտիկացնում են անցյալը։ Մարդիկ նաեւ մտածում են ապագայի մասին։ Եվ եթե դու ասում ես, այ չէ, սա է միայն ճիշտ, որտեղ վախենում ես, որ տանեն քեզ հետ, բայց դու միաժամանակ փակում ես ճանապարհը դեպի առաջ։ Մտածելու։ Իսկ ինչպեսին պետք է լինի մեր ապագան, ասենք։ Չէ, մի մտածի, մենակ սա է։ Ես մեծ հույսեր չեմ կապում եւ կկրկնեմ այն, ինչ չեմ ուսումնասիրել մշակութային ծրագիրը, որտեղ ունեմ դառը փորձ, մի քանի անգամ ուսումնասիրել եմ անցյալ ուրեմն ընտրությունների ժամանակ, ոչ մի բան չի իրականացել այդ տեսակետից։ Կարծում եմ կա որոշակի սկզբունք, կոնկրետ մշակույթի վերաբերյալ։ Պետությունը պետք է մշակի շատ հստակ օրենսդրական դաշտ մշակույթի զարգացման, կիրառի հովանավորության եւ մեքենասության ինստիտուտները եւ քաշվի մի կողմ, չխառնվի, որտեղ երբ որ մենք ասում ենք պետություն, sense abstract, մենք մոռանում ենք, որ պետությունը բոլոր դեպքերում դա նաեւ որոշակի չինովնիկներ են, ամեն մեկ իր ճաշակով։ Եվ եթե դու շատ մեծ դեր ես տալիս պետությանը, չինովնիկը համարում է, որ այդ իրավունքը դու տվել ես իրեն, եւ նա կարող է թելադրի իր ճաշակը, իր քաղաքական հայացքները, իր մշակութային դաշտը։ Պետք չի։ Սա վտանգավոր գոտի է եւ այստեղ սխալվելու հնարավորությունը շատ մեծ է եւ անխուսափելի է, եթե այդ բանը վերագրվում է պետության։ Բերենք մի պարզ օրինակ։ Միացյալ Նահանգներում չկա մշակույթի նախարարություն, կա հոյակապ մշակույթ, որտեղից ինչպես օրենքներով ինքը իրեն զարգանում է, ինքը իրեն ֆինանսավորում է, պետությունն էլ օգնում որոշակի ոլորտներին, որտեղ զգում է դրա անհրաժեշտությունը։ Բայց մարդիկ ազատ են։ Եվ որևէ ճնշում ավելի ճնշման փորձեր են լինում մեկ-մեկ, լինում են որոշակի պրեզիդենտներ, որոնք փորձում են ճնշել։ Միանգամից պետությունը դեմ է կանգնում, իրավական համակարգը, ամեն ինչ դնում է իր տեղը, մի խառնվի, դա քո գործը չի։ Քո ճաշակը մի թելադրի որևէ մեկին, նույնիսկ եթե նա շատ բարձր ճաշակ է։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ռեժիսոր, պրոֆեսոր, հանրային գործիչ Ռուբեն Բաբայանի հետ։ Կհանդիպենք։